Ֆրեզնո իր հովվապետական այցելության վերջին գիշերը 5-6 նոյեմբեր 2025-ին նորին Սուրբ Օծություն դեր Արամարաչին վեապար հայրաբեդը ընտրիկի սեղանի մշուրջ հանդիպում զրույց ունեցավ խումբ մը երդասարտներու հետ։ Հանդիպման ներկա էին շուրջ 100 երդասարտներ, որոնց կարգին զանազան մասնակիտությանց ստիրացած անձեր։ Հավաքը արիթ հանդիսացավ ներկա երդասարտներուն հարցումներ ուղղելու հայ ժողովուրդը ու հայ եկեղեցին հուզող հարցերու եւ հատկապես գրոնական, միջեկեղեցական ու միջկրոնական բնույթ ունեցող խնդիրներու մասին։ Նորին սրբությունը իր լուսաբանությունները առավել մատչելի դարձնելու համար անգլերեն լեզվով լայն բացատրություններ տվավ երդասարտներուն։ Անհատկապես շեշտեց հոգեվոր արժեքներուն կարևորությունը ներկա ընկերության կյանքի մեջ։ Հայրաբեդը ըսավ. Մարտարարածը սոսկ ֆիզիկական գոյություն չէ, այլ հոգևոր իրականություն է։ Ֆիզիկականը հող գտանա, մինչ հոգին հավիտյան կմնա։ Հետևաբար մարդու կյանքի հոգևոր տարածքը էությունը կգազմի անոր գոյության։ Անհրաժեշտ է հատուկ կարևորություն տալ հոգին։ Ներկա ժամանակներուն շարք ընկերություններու կյանքի մեջ հոգևոր պնդրդուկը սկսած է դառնալ դիրական ներկայություն։ Ուրախ եմ, որ այսօր մեր երդասարտներուն ուղղած հարցադրումները առավելաբար գրոնական բնույթ ունին։ Հարկ է կաչալերել մեր երդասարտության մոտ հետզհետե աճող հետաքրքրությունը հոգևոր արժեքներու նկատմամբ։ Վեապար հայրաբեդը նաև խոսեցավ Աստվածաշունչի կարևորության մասին, երբեմն փախտատական կատարելով այլ գրոններու ուսուցումներուն հետ։ Հայտնենք, որ հավաքի ընթացքին հատուկ ուղերձով վեապար հայրաբեդի ներկայությունը ողջունեց պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննեսյանի փոքր դուստրը Անի Հովհաննեսյան։